Mr. Ambassador, what do you think about Պարոն դեսպան, ինչ կարծիք ունեք հրադադարի ապագայի մասին, հատկապես հաշվի առնելով, որ այսօր Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանին։ striking on Lebanon? From the very beginning, after some intermediary Հենց սկզբից որոշ միջնորդների կողմից բարի կամքի նախաձեռնություններ եղան, փորձելու վերջ տալ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ այս ագրեսիային։ Իրանի հիմնարար դիրքորոշումն այն է, որ միայն հրադադարը բավարար չէ։ Պետք է դադարեցվի մեր երկրի դեմ հակամարտությունը։ as a ceasefire is not only enough, because there should be the cessation of the conflict against our country. We have tried before in 12 days war the same ceasefire and it was quite fragile. 12 օրյա պատերազմի ժամանակ մենք արդեն փորձել ենք նման հրադադար, եւ այն բավականին փխրուն էր։ Դուք ինքներդ տեսաք, որ 6 ամիս անց Միացյալ Նահանգները եւ իսրայելական ռեժիմը կրկին հարձակվեցին մեր երկրի վրա, ինչը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ծանր ընտրություն եւ ծանր ագրեսիա էր։ Հետեւաբար մեր երկրի հիմնարար դիրքորոշումն այն է, որ պետք է իրական երաշխիքներ լինեն, որ այս ագրեսիան նորից չի կրկնվի։ Բացի այդ ցանկացած դադար հակամարտության մեջ պետք է ներառի նաև Լիբանանը։ Ուստի Միացյալ Նահանգները պետք է ստիպեն սիոնիստական ռեժիմին հասկանալ, որ եթե թշնամությունն ու հակամարտությունը պետք է դադարեն, ապա Իսրայելի սիոնիստական ռեժիմը նույնպես պետք է պարտավորություններ ունենա։ Ցավոք այսօր մենք ականատես ենք լինում սարսափելի հարվածների Լիբանանի ժողովրդի դեմ, Բեյրութի հարավում, եւ շատ մարդիկ են զոհվում։ Հետեւաբար հակամարտության ավարտի որևէ հնարավորություն կա միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերը պետք է ստանձնեն պարտավորություններ։ Horrible strikes against the Lebanese people there in the south of Beirut and many of the people killed. So there should be commitment in all sides if there is any chance for the halt in the conflict. Ինչպես եք գնահատում Հայաստանի դիրքորոշումը պատերազմի ընթացքում։ Well, we have been in good contact with the Armenian officials. Մենք մշտական կապի մեջ ենք եղել հայ պաշտոնյաների հետ տարբեր ոլորտներում եւ հայկական կառավարությունը բավականին օգտակար է եղել մարդասիրական օգնության տեսանկյունից, մասնավորապես այն քաղաքացիների տեղափոխման հարցում, ովքեր կարիք ունեին Իրան վերադառնալու կամ Հայաստանի տարածքով այլ երկրներ մեկնելու համար։ They needed international flights to go to other countries as well. Մենք նաև ստացանք մարդասիրական օգնության բեռներ, դեղամիջոցներ եւ սնունդ, եւ ոչ միայն հայկական կառավարությունից, այլ նաև հայկական մասնավոր ընկերություններից եւ հայ քաղաքացիներից։ Enterprises and companies and Armenian citizens, and we are really appreciating that. And since you talked about humanitarian help, Քանի որ խոսեցիք մարդասիրական օգնության մասին, ռմբակոծությունն այժմ Իրանում դադարեցված է, սակայն դեռ հազարավոր վիրավորներ կան։ Արդյոք հայկական կողմի հետ քննարկումներ են եղել, օրինակ Հայաստանից բժիշկներ ուղարկելու մասին, վիրավորներին օգնելու համար։ doctors to help with the wounded people? Actually, in terms of the healthcare system, Iran is Իրականում առողջապահության ոլորտում Իրանն ունի բարձրակարգ մասնագետներ, բժիշկներ, բուժքույրեր, ինչպես նաև զարգացած առողջապահական համակարգ, եւ Իրանի Կարմիր մահիկ ընկերությունն ակտիվ ու դինամիկ աշխատում է։ Այս ոլորտում նաև հազարավոր կամավորներ աջակցության պատրաստակամություն են հայտնել։ Ուստի այդ հարցում ոչ մի խնդիր կամ մարտահրավեր չկա։ Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք Հայաստանից ստացած համերաշխության բոլոր դրսևորումները, ինչպես նաև շատ այլ բարեկամ ազգերից ստացած աջակցությունը մեր երկրի դեմ ռազմական գործողությունների այս ժամանակահատվածում։ Մենք շարունակում ենք գնահատել դա եւ բոլորի հետ կապի մեջ ենք։ friendly nations in this period of the war of the conflict against our country. So still we would appreciate it, and we are in good contact with all of them. And we have information about Տեղեկություններ կան, որ Իրանում հայկական թաղամասեր են ռմբակոծության ենթարկվել եւ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 1 հայ։ Արդյոք կան լրացուցիչ տեղեկություններ, օրինակ Իրանում վնասված հայկական ենթակառուցվածքի կամ այնտեղ գտնվող հայերի մասին։ Armenians there. Some Armenian neighborhoods in Tehran and other cities are hit. Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով կան հայ քաղաքացիներ, ովքեր ցավոք անօթևան են մնացել։ Բացի այդ կան հայկական վայրեր, ոչ միայն բնակելի տներ, այլ նաև մշակութային վայրեր եւ նույնիսկ եկեղեցիներ, որոնք ինչ որ չափով վնասվել են ագրեսորների կողմից հարվածների հետևանքով։ That they have been somehow damaged by strikes nearby or in proximity. Եվ այո, ինչպես նշեցինք, Սպահան քաղաքում ցավոք ունեցանք նաև 1 իրանահայի զոհ։ Իրանի հայ համայնքը եւս ցույց տվեց իր համերաշխությունն ու հայրենիքի պաշտպանության վճռականությունը, ինչպես եղել է միշտ պատմության ընթացքում։
And the Armenian community in Iran, they also show their solidarity and determination for defense of their own country, as it has been the case everywhere and every time throughout the history. And the last question is, before February 20... Մինչև փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց առաջ բանակցություններ էին ընթանում Հայաստանի եւ Իրանի ռազմավարական գործընկերություն ստորագրելու շուրջ։ Այդ բանակցությունները իհարկե կասեցվեցին պատերազմի պատճառով։ Ինչ ակնկալիքներ ունի Թեհրանն այդ կապակցությամբ այժմ։ This has been the worst situation, conflict situation in Iran, so the priority was to... Սա Իրանի համար ամենաբարդ, ամենածանր իրավիճակն է եղել։ Ուստի առաջնահերթությունը ինքնապաշտպանությունն էր, մեր հողի, տարածքի ու արժանապատվության պաշտպանությունը ագրեսորների դեմ։ Այնուամենայնիվ ոչ միայն Հայաստանի, այլ նաև բազմաթիվ այլ գործընկերների ու բարեկամների հետ մենք ունեինք բազմաթիվ օրակարգային հարցեր 2026 թվականի համար, որոնց շուրջ կրկին կսկսենք բանակցություններ վարել։ Հայաստանի հետ եւս ունենք կարևոր ծրագրեր, ինչպես արդեն նշեցինք, եւ հակամարտության ավարտից հետո շուտով կվերադառնանք բոլոր այդ օրակարգային հարցերի վերաքննարկմանն ու վերապլանավորմանը։ Go to rediscuss and replan all those agendas.